Բարի, պայծառ, արևոտ, գարնանային օր բոլորիդ, վաղուց չենք տեսնվել, արդեն 2 ամսից ավել, մոռացել եմ արդեն թե ոնց եմ վլոգ նկարում, հետ եմ վարժվել ահավոր, այսօր մարտի 5-ն է, իմ ծնունդը, ու ծնունդի առիթով որոշեցի ինձ համձեզ նվեր անեմ, չգիտեմ էլ երբ առիթ կստեղծվեր, որ ես տրամադրվեի ու վիդեո նկարեի, ինչ-որ հետաքրքրաշարժ բան չեմ խոստանում, զուտ եկել եմ ասեմ, թե ուր եմ կորել, ինչն է պատճառը, որ չանհանգստանաք, քանի որ վերջերս թե YouTube-ով, թե Messenger-ով անընդհատ մեկնաբանություններ ու նամակներ են գալիս, ես էլ ի վիճակի չեմ բոլորին պատասխանելու, այնպես չստացվի, որ արհամարում եմ, նույնիսկ ամանորյա վլոգի մեկնաբանություններին կարծեմ բոլորին այս անգամ ուղղակի չեմ կարողացել պատասխանեմ, սրա տակ էլ ինչ-որ կգրեք, նախորդ ասեմ շնորհակալ եմ բոլորիդ, լավ խոսքերի, բարեմաղթանքների համար, բայց դժվար թե ի վիճակի լինեմ, էլի բոլորին պատասխանեմ, անցած տարվա վերջին մենք իմացանք, որ այս տարի մեր ընտանիքը համալրվելու է ևս մեկով ու երևի արդեն ավելորդավոր ասեմ, բայց սարսափելի վատ վիճակում եմ ես, վերջին ամիսներին շատ վատ հղիություն եմ տանում ծանր ու ուղղակի վիճակի չեմ ինչ-որ բան նկարելու, տնից օրերով, շաբաթներով գրեթե դուրս չեմ գալիս, ոչ մի հետաքրքիր բան չեմ անում, մի կերպ տրամադրվում եմ, օրվա առաջին կեսին գոնե իմ պարապմունքներն եմ անում երեխեքի հետ, օրվա երկրորդ կեսից արդեն 5-ից 6-ից հետո սովորաբար հղիների մոտ հակառակն է լինում, առավոտյան ավելի դժվար լինում, սրտխառնոց, ես այսօրվա առաջին կեսին էլի համեմատաբար ինձ լավ եմ զգում, բայց ժամը 5-ից 6-ից հետո որ իմ դեմքին նայել չի լինում, իմ հետ խոսալ չի լինում, ես սարսափելի վատ եմ ինձ զգում, ոչինչ ինձ չի օգնում, մի խոսքով, եկա ուղղակի հետ ասեմ, այսօր ծնունդիս առիթով շատ կուզեի, որ գնայինք ինչ-որ մի տեղ նշեինք, բայց քանի որ արդեն ասեցի, երեկոյան ինձ ահավոր վատ եմ զգում, ժամը 4-ից հետո ինձ ոչինչ ուտել, որ խստիվ արգելվում է, որովհետև հետո երեկոյան ինչ շատ վատ եմ զգում, եթե ինչ-որ բան ուտեմ, հետևաբար ցերեկտիկոն աշխատում է, չենք կարա գնայինք ինչ-որ տեղ, երեկոյան էլ արդեն իմաստ չունի, որովհետև ես լավ չեմ լինում, հետո երբ որ վիճակս լավանա, ինչ-որ մի տեղ կգնանք, իտալական ռեստորան շատ կուզեի, ու նոր ինչ-որ հետաքրքիր տեղ էի գտել, նույնիսկ սեղան էի ամրագրել, ես տենց շատ լավատես հույս ունեի, որ ինձ ավելի լավ կզգամ, անընդհատ մտածում եմ, երևի ես վերջին շաբաթն է, երևի վերջին շաբաթն է, մի քանի օրից ինձ ավելի լավ կզգամ, բայց տենց էլ ոչ մի բան չի փոխվում։ Մի խոսքով, հիմա ծնունդիս օրով ասեցի, քանի ես առավոտվա ժամերին ինձ համեմատաբար ավելի լավ եմ զգում, գայուշիս հրավիրել եմ տեղ, վաղուց ես ինչքան ժամանակ է, որ ես տնից դուրս չեմ գալիս, իրան էլ հիմնականում տիկոնա ինչ-որ տեղ էր տանում, իրար հետ են դուրս գալիս, ես ոչ իրան ինչ-որ տեղ եմ տարել, նույնիսկ խանութ չեմ գնում, շատ անհավես ու անհետաքրքիր վիճակ է իմաց։ Հիմա բերել եմ իրան են մագլցելու տեղ է, սպաղջվի հապիկը, վաղուց ինքը ուզում էր, ավելի ճիշտ ես առաջարկեցի, որ ես ներսի են խաղալու տեղը գնանք, բայց ինքը ասեց, որ նախընտրում է այս մեկը, տենց հիմա գնանք, մի ժամ ինքը թող մագլցի, իր էներգիան հանի, ուրախանա, համ իր համար ուրախ կանցնի, համ էլ իմ, այս առավոտվա ժամերին էլ դաշ չունեի, մտածեցի միանալի առիթ է, բացի դրանից ինքն էլ արդեն երկրորդ շաբաթն է, որ դպրոցական արձակուրդներն են, այս ընթացքում էլի ոչ մի տեղ չէի տարել, ասեցի մեղքա գոնե մի տեղ գնանք այսօր։ Հիմա մտնենք։ Հեսա ժամը նայեմ քանիսն է։ Ուսեմ հենց հիմա կարող մտնենք։ Որովհետև ուզում եմ հենց հիմա անել։ Լավ, չէ, այստեղ տաք է, թեթև էինք հագնվել ու այն հով մասերում մրսում էինք, բայց այստեղ լավ արևը տաքացանք։ Հանդե լավ տաքացանք գոնե։ Ոյ գոնե լավ կլներ, որ արդեն ժամը է։ Շատ լավ է։ Լավ, 5 րոպե է մնացել։ 15 րոպե շուտ պետք է գայինք, մինչև իրանը տենց բացատրեին, ոնց ինչ անվտանգության կանոններ, չնայած արդեն տեղյակ է։ Հա, մենք մի անգամից կարանք սկսենք։ Համը գիտես,
Արդեն գիտեմ, որ մեկը, երբ որ մեկը իշնում ակամ եսի միջ, ես չեմ կարա տակը գնամ, չեմ կարա իսկի արադի անեմ ես։ Հա, հեսա։ Պետքա իշնի որտնի նոր։ Ջարի մտնենք։ Անում շատ հավես, հա, բայց երևի բոլոր նրանց համար, ովքեր բարձրությունից չեն վախենում։ Գնացինք։ Հա, բայց մամ, միան ուզում փոխել են, ժամանակ ընդեիք եմ, սկսում ու գնում են ընդեիք։ Ինչ, հեսա կգնանք։ Հա, չկոնի շատ մարդ կար։ 28-ը։ Ասի ինել տամ դիր, սպասի։ Սպասի։ Կարանի։ Հա։ Այսի չեմ։ Խոսա։ Դեպակի։ Գնացինք։ Չի կարելի տասուախ։ Հա։ Հա։ Ահա, ազիվ մեր հերցը եկավ։ Ուտեմ։ Ես պետքա սենց մեծնի մեջը, հետո լեսի հանենք։ Գնա։ Տենամ կարաս մինչև վերջ։ Ինք սեպտեմբերից ուզում էր գնար խմբակի, սենց մագրցելու, բայց տեղ չկար ու իրան չընդունեցին։ Բայց սպորտ այլի համարվում։ Այդ ոնց ես իջնում։ Վերևից թռնում եմ, իջնում եմ։ Վաու։ Արել ես էսի արդեն։ Չէ, ավեցին անգամ ստանելի։ Ներնեմ չեմ անի ես ես։ Ամենայն դեպս մինչև վերջ։ Գնա, ոչինչ արա։ Դժվար է։ Ժամանակը բարձր։ Շատ լավ էր։ Շատ լավ էր։ Կրտնած, սիրում պրիչոս կետ կանդվեց, այսօր մի պոչ էինք կապել սիրում։ Այսօր հոտդոգ է ուզում, բայց քանի որ ես հոտդոգ չեմ ուզում, ես ինձ իրաց տեղից այս որ շատ համով բան չկա ստեղ։ Համ դեսերտներն են շատ համով, տորթերը, չիզքեյք, Ես տեղից ինձ ուրիշ բան վերցնեմ, գնանք իրան հոտդոգ վերցնենք։ Ես տեղից եմ սիրում, հա, դա բարեր կա։ Կարեշ ստեղ համով բաներ տեսա, որ փոշմանեց, էլ չի ուզում գնանք, սանք, գնանք ընդեղ, ուզում ես տեղից բան ուտի։ Սենց խուճուճ, սենց, թե երկուսը իրար հետ։ Եսի քաղցր կարտոշկա է, չէ։ Սովորական։ Հա, խուճուճը։ Խուճուճը։ Հետո ինչ սոուս, կետչապ, մայոնեզ, ու սենց բաներ։ Մայոնեզ։ Մայոնեզ։ Վերջ, ստենք սպասենք։
Պրոստը մեր ուտելիք։ Հավասը։ Իմ տարանդեղ պետք չի որ անջատես, դու պետք է գնաս վերցնես ինքը կանջատվի։ Իմ տակոները ու գայուսի զուկիկը ֆրիով։ Բաբոր, ինչով ես ուտելու։ Բիզմա ամեր ու հատ են դրել, ամեն մեկի։ Շպոտկել է երևի, ինձ էլ եմ դրել, բայց ես պետք չի։ Ստեղ ես կծու սոուսը շատ լավն է։ Երասը համոված է չի։ Հավի, վարդետ ուրիշ ձև էի պատկերացնում, թերթել արած միս էի ընտրել, չգիտեմ, իրանք է շպոտվել, թե ինքս մեկը դուական օլեն։ Կայս որ փոքսես կայ։ Մենք ճաշեցինք միասին, լավ ժամանակ անցկացրեցինք, չնայած այս անգամ ուտելիքը այնքան համով չէր, ինչքան սովորաբար է այստեղ լինում, կամ երևի ես էի ինչ-որ սխալ մսի տեսակ ընտրել, հետո հավաքեցինք ու քանի որ եկել էինք նոր, որոշեցինք իջնենք դեղատուն ու ինձ դեզադոր վերցնենք, որովհետև մեկ էլ ես իմ երբ կգամ ես դեզադորը երկար փնտրտուքներից հետո գտանք, գնեցինք, հետո նորից բարձրացանք վերև, պաղպաղակ վերցրինք ու արդեն ուղևորվում ենք տուն, ոչինչ չէի պլանավորել, արդեն ասեցի, գնում էի արագ տուն, որ մի քանի դաս ունեի անելու, բայց երեկոյան ավելի ուշ անսպասելի հյուրեր ունեցանք, տենց մի թեթև նշեցինք մտերիմներով, սուրճ խմեցինք, ստացա նվերներ, որոնց ընդհանրապես չէի սպասում ու ոչինչ չէի ուզել այս տարի, որովհետև ինքնազգացողությունս ուղղակի թույլ չէր տալիս դրա մասին մտածել, այստեղ արդեն հաջորդ առավոտ է, սիրուն ծաղիկներս եմ տեղավորում, ձեզ էլ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն, լավ մնացեք, սիրեք, եղեք սիրված, ներեցեք ձեզ այսքան երկար ժամանակ առանց վլոգի թողնելու համար, հուսամ, որ շուտով ինձ ավելի լավ կզգամ ու կհանդիպենք ավելի շուտ-շուտ։